Գերամ Նազարյան։ Շնորհակալություն։ Ես դուք ձեր խոսքում նշեցիք արձակուրդների մասին, թեմա, որը հետաքրքրում է եւ զինվորներին, զինծառայողներին եւ ծնողներին, ուզում եմ հստակեցնենք, որ տարբեր մեկնաբանությունների տեղի չտա։ Դուք նշեցիք, որ սահմանվում է արձակուրդի օրերը 10 օր, ճիշտ եմ հասկացել։ Չեք կարծում, որ պետք է նաև հստակ նշել այդ 10 օրը ինչ 10 օր է, որովհետև միշտ մշտական նույն խնդիրը լինում է, երբ որ զինվորը մի օր հասնում է տուն, մի օրը հասնում է հետ, դա մտնում է մեջը, թե չի մտնում, հստակեցնենք այդ 10 արձակուրդային օրը գնալ գալն էլ հետն է, թե զուտ այդ արձակուրդի օրերն են, որովհետև դա միշտ շարժման տեղիք է եղել, թե 5 օրը, թե 10 օրը, ես խնդրում եմ դա ինչ-որ ձևով ամրագրենք անպայման, մնացածը արձագանքի ժամանակ։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, իմ ներկայացրածը վերաբերում է կրճատ ժամկետով զինծառայություն անցնողներին, այսինքն վերջին 2024 թվականին ընդունված օրենքի բերումով 1 տարի 6 ամիս ժամկետով զինծառայողներին, այդ 10 օրը դրան է վերաբերվում, սակայն 1 տարի 6 ամիս, այսինքն 18 ամիս զինծառայողներին, պարտադիր ժամկետային զինծառայողներին, մենք ունենք այլ օրերի թվականակ, այսինքն մենք ունենք մարտական հերթապահության ընդգրկվածների պարագայում 18 ամսվա ընթացքում 30 օր ժամկետով, իսկ ոչ մարտականի պայմաններում 21 օր ժամկետով, ձեր նշած մեկնելու օրվանից սկսած հաշվարկը սկսում է իրականացվել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը իր չափով այնպիսին չէ, որ օրեր են պետք, որպեսզի իր բնակության վայր հասնի, եթե օրացուցային 10 օր ինքը ունի արձակուրդի հնարավորություն, ապա որ օրը զորամասից տրվեց եւ ինքը դուրս եկավ, այդ օրվանից հաշվարկը սկսվում է, եւ խնդրում եմ հաշվի առնել 30 օր, եթե պարզաբանման լրացուցիչ կարիք կա, 30 օր մարտական հերթապահության ընդգրկվող զորամասերի զինծառայողներին, 21 օր ոչ մարտական, իսկ իմ ասած 10 օրը վերաբերում է բացառապես կրճատ ժամկետով զինծառայության անցնողներին։ Համեցեք արձագանք։ Հիմա մի հարց, որը չի վերաբերում ես քննարկվող հարցին, բայց քանի որ այստեղ եք, ես ուզում եմ հրապարակային այս մասին ասել, իմ առաջարկով ի վերջո որոշում կայացվեց մեր զոհված հերոս տղերքի անունները ցանկը հրապարակել եւ դա արվեց զինապահ հիմնադրամի հիշում ենք էջում պաշտոնական տվյալները, բայց այսպիսի մի որոշում է կայացրել, ես խնդրում եմ, որ պաշտպանության նախարարությունը անպայման միջամտի, չգիտես ինչու, եթե ծնողը ասում է, ես չեմ ուզում, որ իմ երեխայի մասին հրապարակում լինի, այդտեղ հրապարակում չի լինի, շատ ներողություն, ասենք, այդ հերոսը ինչ մեղավոր է, որ ծնողը ասում է իմ երեխու մասին, որը զոհվել է հանուն Հայաստանի, անունը չհրապարակվի, խնդրում եմ պաշտպանության նախարարության հստակ միջամտություն։ Համեցեք, արձագանք։ Շնորհակալություն, մենք զինապահի գործընկերներին եւս մեկ անգամ կտեղեկացնենք, բայց իրենք եւս կարծում եմ հետևում են ազգային ժողովի անցկացվող նիստերին, բայց մենք անպայման կտեղեկացնենք, իրավական առումով էլ կփորձենք հասկանանք, թե որքանով է իրավաչափ։